Մի փոքրիկ մտնում է դեղատուն և ցույց տալով իր մոտ եղած դրամները հարցնում դեղագործին. «Այս դրամներով կարո՞ղ եմ հրաշք գնել»։ Դեղագործը լսում է փոքրիկին ու զարմացած հարցնում, թե ով է պատվիրել իրեն հրաշք գնել։ Փոքրիկը պատասխանում է. «Բժիշկն ասաց, որ մայրս միայն հրաշքով կբժշկվի։ Խնդրում եմ օգնիր ինձ, իմ դրամները բավական են»։ Դեղագործն ասում է փոքրիկին. «Երանի թե այդ դեղը մոտս լիներ, ես անվճար կտայի, որովհետև մայրիկից շատ ես սիրում։ Քո մայրիկի դեղը միայն Քրիստոսի մոտ կա, գնա եկեղեցի և դիմիր նրան, որովհետև Հիսուս Քրիստոսը փոքրերին շատ է սիրում ու կլսի քո խնդրանքը»։ Փոքրիկը վազելով եկեղեցի է մտնում, կանգնում խաչված Հիսուսի պատկերի առջև ու ասում. «Գիտեմ խաչված ես, ցավերի մեջ ես, ինձ լսելու ժամանակ չունես, բայց դեղագործն ասաց, որ մայրիկիս հրաշք դեղը մոտդ է։ Մայրիկիս շատ եմ սիրում և իմ ունեցած դրամները սրանք են, որ հավաքել էի հեծանիվ գնելու համար։ Վերցրու սրանք և խոստանում եմ, որ կվերադառնամ ու կօգնեմ քեզ խաչից իջնել, միայն թե խնդրում եմ արագ տուր»։ Փոքրիկը ոչ մի պատասխան չի ստանում պատկերից և գոռալով ասում է. «Եթե չօգնես ինձ, կբողոքեմ քո մայրիկին։ Եթե դու էլ ինձ պես սիրում ես քո մայրիկին, խնդրում եմ, շտապ տուր դեղը։ Ես անպայման կվերադառնամ քեզ օգնելու համար»։ Քահանան լսում է փոքրիկի աղմկոտ ձայնը, մոտենում է և ասում. «Հիսուսն ամեն ինչ լսում է, կարիք չկա գոռալու։ Նա ինձ ուղարկեց, որ ես քեզ հետ գամ մայրիկիդ մոտ, տար ինձ ձեր տուն»։ Փոքրիկն ու քահանան քայլում են դեպի տուն։ Ճանապարհին փոքրիկը պատմում է եղելությունը՝ մոր հիվանդությունը անկողին ընկնելը։ Պատմում է, թե ինչպես է բժիշկն ասել, որ միայն հրաշքը կբուժի մայրիկին, իսկ դեղագործն էլ ասել է, որ միայն Հիսուսն ունի այդ դեղը։ Երբ տուն հասան, մոր սենյակը մտան, սակայն անկողինը դատարկ էր։ Փոքրիկը ձայն տվեց մորը։ Այդ ժամանակ մայրը խոհանոցից դուրս եկավ, գրկեց փոքրիկին և ասաց. «Բժիշկը եկավ ու ինձ բուժեց, հետո էլ բարև փոխանցեց քեզ ու ասաց, որ ինքն էլ է իր մայրիկին շատ սիրում։ Որտեղի՞ց ես ճանաչում նրան»։ Այդ ժամանակ քահանան միջամտեց նրանց խոսակցությանն ու ասաց փոքրիկին. «Տեսա՞ր, նա արեց այն, ինչ ուզում էիր, նույնիսկ մեզնից շուտ եկավ»։